Տղամարդու էրեկցիայի խանգարումը կամ ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել իմպոտենցիան տղամարդուն ամենաշատ անհանգստացնող սեռական խնդիրներից մեկն է, ինչի կապակցությամբ հենց եւ ամենաշատը դիմում են սեքսոպաթոլոգին։ Սեռականության ոչ մի դրսևորում, սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այդքան չի անհանգստացնում, որքան հենց պոտենցիայի խանգարումը։ Եվ այսօր պետք է փաստել, որ այդ խնդրով նաև սկսել են ավելի հաճախ դիմել երիտասարդները։ Եթե տարիներ առաջ տիրում էր այն կարծիքը, թե տղամարդու պոտենցիան հիմնականում, այսպես ասած, մեծերի, ավագ սերնդի սեռական խնդիր է, ապա այսօր հաստատված է եւ մեր պրակտիկան էլ դա է վկայում, որ այդ խնդրով նաև շատ են դիմում երիտասարդները։ Պատճառները շատ են, եթե փորձենք խմբավորելու լինենք, ապա պետք է ասենք, որ տղամարդու պոտենցիայի խնդիրները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբերի՝ հոգեբանական եւ օրգանական։ Իհարկե, հոգեբանական խնդիրները որպես կանոն ավելի շատ բնորոշ են երիտասարդ տարիքին, քան թե ավելի փորձառուներին, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ հոգեբանական պատճառները պոտենցիայի խանգարման որպես կանոն ժամանակի ընթացքում կարող են իրենց հետ բերել նաև օրգանական պատճառներ։ Հոգեբանական պատճառներից են ստրեսը, նևրոզը, տագնապը, անվստահությունը, սեռական փորձի պակասը, հատկապես իհարկե երիտասարդ տարիքում, ինչ որտեղ նաև բնականաբար սխալ ապատեղեկատվությունը, որով սկսել են առաջնորդվել մեր երիտասարդները եւ հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որ սեռական ֆունկցիայի, հատկապես պոտենցիայի մասին ունենալով ոչ ճիշտ պատկերացումներ, երիտասարդները ունենում են համապատասխան խնդիրներ։ Օրգանական խնդիրները հիմնականում իհարկե վերաբերում են այսպես կոչված անոթային խնդիրներին եւ այստեղ իհարկե պետք է անպայման շեշտել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ինչը հանգեցնում է արյան շրջանառության խանգարմանը, քանի որ այդ ժամանակ նաև անոթային անցանելիությունն է տուժում, իր հետ բերելով արյան շրջանառության խանգարում, իսկ գաղտնիք չէ, որ լավ էրեկցիա, լավ պոտենցիալ ունենալու համար տղամարդը պետք է ունենա լավ արյան շրջանառություն, ինչը այս դեպքում տուժում է։ Իսկ ինչու է տուժում, թեկուզ եւ այն պատճառով, որ շատ դեպքերում մենք այդպիսի խնդիր նկատում ենք սակավաշարժ տղամարդկանց պարագայում, որոնց մոտ ժամանակի ընթացքում նաև միանում է այսպես կոչված 21-րդ դարի հիվանդությունը ճարպակալումը, որը սեռական առողջության թշնամիներից մեկն է եւ բնականաբար տղամարդու պոտենցիայի խանգարման նույնպես լուրջ պատճառներից մեկն է, քանի որ ճարպակալման ժամանակ նույնպես խանգարվում է արյան շրջանառությունը սեռական օրգաններում, բերելով դարձյալ պոտենցիայի խանգարման։ Մյուս օրգանական պատճառը բորբոքումներն են սեռական օրգանների, որոնք երկարատև մնալով, չբուժվելով, չհայտնաբերվելով, նույնպես դարձյալ կարող են, ոչ միշտ իհարկե, հանգեցնել պոտենցիայի խանգարման։ Որոշ դեղամիջոցներ իրենց ոչ ճիշտ կիրառման արդյունքում, հատկապես երբ մեր ազգաբնակչությունը հաճախ դիմում է ինքնաբուժման, կարող են նույնպես էլի հանգեցնել պոտենցիայի խանգարման, որովհետև այդ դեղերը նույնպես հենց ունեն համապատասխան կողմնակի էֆեկտներ։ Հատկապես եթե իհարկե անձը ստանում է ինչ-որ հիվանդության կապակցությամբ համապատասխան բուժում, ապա այս դեպքում եւս որոշ դեղամիջոցների երկարատև կիրառման հետևանքով որպես բարդություն նույնպես կարող է նկատվել տղամարդու պոտենցիայի խանգարում։ Պետք է նշել, որ մի շարք պատճառների մեջ իհարկե յուրահատուկ տեղ է զբաղեցնում այսպես կոչված սպասման համախտանիշը, անհաջողության սպասման համախտանիշը, երբ տղամարդը սեռական հարաբերությունից առաջ անհանգիստ է եւ նյարդային այդ բեռնվածությունը իրեն հասցնում է այն ծայրահեղաստիճանի, որը փաստորեն խոչընդոտ է դառնում սեռական ակտի կատարման առումով եւ հենց հաճախ էլ գրականության մեջ նշվում է կատարման տագնապ,
Այսինքն տղամարդու մոտ դա արտահայտվում է սեռական ակտը կատարելու տագնապով, երբ ինքը ինչ որտեղ կասկածամիտ լինելով, ինչ որ առումով սխալ տեղեկատվությամբ, զինված լինելով եւ միևնույն ժամանակ իհարկե սեռական փորձ չունենալով անընդհատ անհանգստանում է, հանգեցնելով այսպես կոչված սեռական անհաջողության սպասման համախտանիշի առաջացմանը, որը շատ բնորոշ է հատկապես երիտասարդների շրջանում։ Մյուս պատճառներից մեկը իհարկե պոտենցիայի խանգարման դա միջանձնային հարաբերություններն են։ Պետք է նշել, որ իհարկե սեռական ֆունկցիան միակ զույգային ֆունկցիան է եւ երբ խաթարված են միջանձնային հարաբերությունները, ասել է թե աններդաշնակ են այդ հարաբերությունները, բնականաբար դա արտահայտվում է նաեւ պոտենցիայի վրա, հանգեցնելով շատ դեպքերում տղամարդու մոտ դրա խանգարմանը։ Քիչ չեն այն դեպքերը, երբ տղամարդը ամուսինը հենց ինքն է նշել, որ իր մոտ սկսել է պոտենցիան տուժել, երբ ինքը նկատել է այսպես կոչված կնոջ կողմից համապատասխան ոչ adekvat վերաբերմունք կամ կոպիտ վերաբերմունք կամ սեռական հարաբերության ժամանակ ինչ որ խանգարող հանգամանք է հայտ եկել, բնականաբար սրանք կոչվում են իրավիճակային գործոններ, որոնք նույնպես էլի շատ դեպքերում բերում են տղամարդու մոտ էրեկցիայի խանգարմանը։ Տղամարդու սեռական առողջության ամենախոցելի կողմերից մեկը նրա պոտենցիան է, կամ ժողովրդական լեզվով ասած իմպոտենցիան։ Պետք է նշել, որ ժամանակակից բժշկության տվյալներով իմպոտենցիա տերմինը հանձնարարելի չէ, այն դուրս է մղվել շրջանառությունից եւ այսօր իհարկե տեղին է ասել տղամարդու պոտենցիայի կամ էրեկցիայի խանգարում կամ գենիտալ ռեակցիայի անբավարարություն։ Եթե նախկինում կարծում էին, որ իհարկե տղամարդու պոտենցիայի խնդիրը ավելի շատ բնորոշ է ավագ սերնդի ներկայացուցիչներին, ապա այսօր իհարկե պատկերը այլ է։ Ցավոք, այսօր շատ են լինում նաև երիտասարդները այդ խնդրով եւ բնականաբար պատճառները այս դեպքում համապատասխանաբար արդեն շատացել են եւ բնականաբար պետք է նշել, որ ժամանակակից երիտասարդը արդեն ունենալով համապատասխան խնդիր, ցավոք ճիշտ ժամանակին չի դիմում բժշկի օգնությանը, ինչի պատճառով խնդիրը ավելի է հասունանում։ Փորձենք խմբավորել պատճառները, իսկ պատճառները որպես կանոն բաժանվում են երկու մեծ խմբերի՝ հոգեբանական եւ օրգանական։ Տղամարդու պոտենցիայի հոգեբանական պատճառները որպես կանոն առաջին հերթին իհարկե կախված են տարիքից։ Սովորաբար երիտասարդ տարիքում հաշվի առնելով տղամարդու կամ երիտասարդի անփորձությունը, բնականաբար կարելի է նկատել հատկապես 18-20 տարեկանում տղաների կողմից հաճախ հնչող գանգատը, պոտենցիայի խնդիրը։ Իհարկե սա ինչ որտեղ ֆիզիոլոգիական դրսևորում է, ինչու որովհետև չունենալով համապատասխան փորձ եւ շատ դեպքերում իհարկե լինելով ապատեղեկացված, որովհետեւ այսօր ինքներդ գիտեք, որ համացանցը շատ հաճախ երիտասարդներին հրամցնում է սխալ տեղեկատվություն եւ երիտասարդները զինված լինելով այդ ինֆորմացիայով մուտք են գործում սեռական կյանք, ունենալով ոչ ճիշտ պատկերացում սեռական ֆունկցիայի մասին, ինչը հաճախ հենց հանգեցնում է պոտենցիայի խնդրին։ Հաջորդ պատճառը հոգեբանական շարքից ստրեսներն են, նևրոզները, դեպրեսիաները, տագնապները, որոնք բնականաբար ժամանակի ընթացքում արդեն տղամարդու մոտ հանգեցնում են այսպես կոչված անլիարժեքության բարդույթի ձևավորմանը եւ տղամարդը արդեն դառնում է ժամանակի ընթացքում ավելի խուսափողական, նա դրսևորում է այս դեպքերում որքան հնարավոր է պաշտպանական ռեակցիա, խուսափելով հանդիպումներից եւ նաեւ սեռական հարաբերություններից, ինչը ավելի է խորացնում եղած վիճակը։ Հետևաբար իհարկե պետք է նշել այս դեպքում հատկապես նևրոզները, որոնք շատ տարածված են եւ համարվում են նույնպես 21-րդ դարի հիվանդություններից ամենատարածվածներից մեկը, որոնք անհանգստացնում են պոտենցիայի խնդրի առումով թե երիտասարդներին, թե ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Հոգեբանական հաջորդ պատճառը այսպես կոչված կատարման տագնապի համախտանիշն է կամ սեռական անհաջողության սպասման համախտանիշը։ Խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք բռնված, ծանրաբռնված լինելով հոգեբանորեն
հանգեցնում են նրան, որ ամեն անգամ մտածելով սեռական հարաբերության մասին կամ երբ որ արդեն մոտենում է սեռական հարաբերության կատարման պահը, նրանց մոտ առաջանում է վառ արտահայտված վախ ու տագնապ, ինչի պատճառով տուժում է էրեկցիան, այսինքն բուն հենց արդեն սեռական հարաբերության սկսման պահին էրեկցիան անհետանում է։ Վիճակը կոչվում է հենց կատարման տագնապ, որը յուրովի թշնամի է պոտենցիայի համար։ Մյուս հոգեբանական պատճառը մենեջմենտի համախտանիշն է, որը արտահայտվում է հիմնականում այն տղամարդկանց մոտ, որոնց մոտ խախտված է կյանքի ռիթմը և տուժում է հանգստի և աշխատանքի գրաֆիկը։ Այդ տղամարդկանց մոտ ելնելով իրենց գրաֆիկի ծանրաբեռնվածությունից տուժում են նաև իհարկե համապատասխան բիոռիթմերը, խոսքը սեռական բիոռիթմերի մասին է, ինչի հետևանքով իհարկե նրանց մոտ նկատվում է սեռական ցանկության, իսկ այնուհետև նաև պոտենցիայի խանգարում, դրան գումարվում է նաև սակավաշարժ կենսակերպը։ Հաջորդ պատճառը հոգեբանական գործոններից այսպես կոչված իրավիճակային գործոններն են, որոնք կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել պոտենցիայի խանգարմանը, քանի որ բուն հենց հարաբերության ժամանակ կարող են առաջանալ տարբեր տեսակի իրավիճակներ կամ կնոջ կողմից անհամապատասխան ռեակցիա կամ ինչ-որ ձայնային ազդանշան կարող է իրենց խանգարել, որի պատճառով կարող է տղամարդու մոտ իհարկե էրեկցիան անհետանալ։ Ժամանակակից պայմաններում յուրովի թշնամի է պոտենցիայի համար այսպես կոչված վիրտուալ աշխարհը, որով տարված են երիտասարդները։ Բանը ասել է նրան, որ շատ դեպքերում արդեն դա հասցնում է մինչև արդեն վիրտուալ հարաբերությունների, ասել է թե վիրտուալ սեքսի, ինչի դեպքում տղամարդու մոտ իսկապես կարող է իրական հարաբերությունների ժամանակ պոտենցիան տուժել։ Ամփոփելով հոգեբանական գործոնները պետք է նշել, որ իհարկե հոգեբանական պատճառները շատ են, բայց դրանք ամեն անձի մոտ արտահայտվում են յուրովի։ Պետք է միշտ անպայման հայտնաբերել կոնկրետ պատճառը և հատկապես, որ շատ հազվադեպ է լինում, որ մի հոգեբանական գործոն է լինում, որպես կանոն դա մի քանի գործոններից բաղկացած փունջ է, որը թույլ կտա բժիշկ սեքսոպաթոլոգին ճիշտ ախտորոշել և համապատասխանաբար ճիշտ բուժել համապատասխան հիվանդությունը։